Ես չեմ ասում իրանք գործ չեն կատարում, իրանք գործ են կատարում, ուղղակի սխալ ուղղությամբ պատրաստում են 20 թվականի պատերազմին, որից 5 տարի անցել է, տեխնոլոգիաները զարգացել են, դեռ մենք չունենք դրոնային մասնագետներով հագեցած ստորաբաժանումներ, չունենք լիքը բաներ, այլ ունենք ամրաշինական, չգիտեմ ինչ բունկերներ, որոնք ընդհանրապես sense ասած գալիք պատերազմներին չեն աշխատելու։ Անպիտան են լինելու, այո։ Այդ եթե դու կանգնես միտեղ մնաս, իրանց համար թիրախ ես դառնում։ Այդ 20 թվականի կռիվն է բարձ ցույց տվել, ինչպես նաև պետք է աշխարհում տեղի ունեցող պատերազմական գործողություններից օրինակ քաղես։ Իսկ օրինակ 1.5 տարով կրճատելու ծառայությունը, այդ առաջարկին ինչպես եք նայում։ 1.5 տարով կրճատելը ներկա պայմաններում 2 տարվա մեջ 25%-ով բանակի թվաքանակը կրճատում է, դրան գումարած չունեն այնպիսի սոցիալական ծրագրեր բանակում, որպեսզի կարողանան լավ մարդկանցով, ասենց ասած, որակյալ պայմանագրայիններով համալրեն բանակը, այդ նոր կազմավորվող բրիգադները, որպեսզի բանակը ունենա այն տեսքն ու ուժը, որ կարողանա պաշտպանել ունակ գոնե լինելու պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Չեն լանում, չէ՞ խոսում են միայն պրոֆեսիոնալ բանակի մասին, բայց դրա ձևավորման ուղղությամբ կարծես թե մի քանի խելացի մարդիկ կոնցեպտը տալիս են, թե իրենք ինչ խոսան, ուղղակի խոսքեր են զուտ։ Այլ որ խոսքը գնար, թե ինչպես պետք է երիտասարդը դպրոցից կամ համալսարանից միանգամից պատրաստված մտնի բանակ ու այն 6 ամիսը, ինչը որ ծախսում է նորակոչիկին պատրաստելու համար, ինքը արդեն պատրաստված գնա բանակ։ Ես կասեի, հա, գաղափար կազմեն, բայց այդ քաղաքական կամքը մենք տեսել ենք իրանց, պրակտիկ փորձը ցույց է տվել, որ այդ կամքը իրանք չունեն այդ ամեն ինչը իրագործելու։